մի ինտրիգ եմ պահպանում, թե փետրվարի 12-ին կհրապարակենք հայտնի կդառնա իրենց վարչապետի տեխնացուի անուն ազգանունը, կասեն ով է, էլի վերջապես հասկանալի այդ մարդը պետք է լինի վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող մարդ։ Այսինքն եթե մեկը երկքաղաքացի է հիմա, այսօր եկուց որ հրաժարվի երկրորդ քաղաքացիությունից, ինքը չի կարող լինել ոչ վարչապետ, ոչ падգամավորի տեխնացու, հասկանալի է, չէ՞։ Կասկածներ կան, խոսում են էլի տարբեր տեղերում, որ այդ մարդը կարող է լինել պարոն Բագրատյանը, հա? Հրանտ Բագրատյանը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետերից մեկը, սեփականաշնորհման գաղափարախոսության հիմնադիրներից մեկը կամ գործադրողներից մեկը, հետո ինչպես նաև Որսկովերի մասին իր հայտնի ելույթով հայտնի տնտեսագետ է, բան չասենք էլի, եկել համոզել էր Գյումրու քաղաքապետ Ղուկասյան Վարդանին, թե պետությունը 20 քանի միլիարդ դրամ 27-28 միլիարդ դրամ տանում է, փող չի տալիս, պակաս է տալիս, շատ լուրջ դեմքով համոզում էր, Ղուկասյան Վարդանն էլ ասում էր, հենց եկա իշխանության դատի եմ տալու կառավարությանը, որ այդ փողերը ետ բերեմ։ Պարոն Կարապետյանի խոսքի որոշ ենթատեքստերից ինձ թվաց, որ մոտավորապես նման մի մտածողությամբ մարդու հետ են գործ ունեցել վերջերս, խորհրդատվությունը վատ բան չէ, կոնսուլտացիաներ անցկացնել ոլորտների մասնագետների հետ, որ ավելի շատ գիտելիքներով պատրաստված պարապածեղն են։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։